Ցուցարումը ֆիլմի պրեմիերան է, փաստավավերագրական ֆիլմ է, որը նկարվել է ոմայի վրանգիչների, ոմայի ուսանողների մասին։ Մենք ենթադրում ենք կամ ցանկանում ենք, որ լինի որոշակի դաստիարակչական կար։ Մենք ցանկանայինք, որ մեր ազգաբնակչությունը, մեր ազգի ներկայացուցիչները, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են բնակվում, որ հասկանան, որ զանգ կախելու ժամանակն է եկել։ Եվ ոման զանգ կախելու մասին է, ճառասելու մասին չի։ Այդ զանգ կախելու ժամանակը վաղուց է եկել, ցավալի է, շատերը չեն գիտակցում, որ քաղաքական տարաձայնությունները չպիտի մարդկանց չարացնեն եւ պիտի միասնություն լինի երկրի պաշտպանության հարցում, պիտի մարդիկ իրար հարգեն, սիրեն անկախ դրանից ինչ քաղաքական կամ կրոնական պատկանելություն ունեն, կամ որևէ ուրիշ բան բաժանող իրաց միասնության մասին ասես եւ զանգ կախին։ Առանց դրա Հայաստանը չի կարա կայուն ապագա ունենալ։ Առանց ռազմամարզական, ռազմատեխնիկական, ռազմահայրենասիրական կառույցների ուղղակի չի կարա ունենալ։ Եվ ունենալով, ասենք, 1000 կիլոմետրից շատ ավել սահմաններ, ունենալով մեծ շրջապատող, ասենք, թուրք էթնոս, որոնց մեջ, ասենք, հայացիացության սերմերը լավ աշխուժ, ասենք, ծառերի են վերածվում, մենք չենք կարա ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կառույցներ անտեսենք։ Եթե այդ կառույցների դեմ պայքարայթում, դա ուրեմն կոլաբորացիոնիզմի դեպքում ամենակ հնարավոր, որ նկատի ունեմ համագործակցություն թշնամու հետ, մենակ այդ դեպքում է հնարավոր, որ ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կառույցները սկսեն անտեսվել եւ իրենց դերը կորցնել։ Միայն կոլաբորացիոնիզմի դեպքում, միայն հակառակորդի կամակատարը դառնալու դեպքում։ Չեմ կարծում, որ որևէ մի օր նման բանի ականատեսը կլինենք։ Մենք պլանավորում ենք եւս մի դիտում Երևանում կազմակերպենք, որտեղ սրանից 10 օր առաջ փակեցինք գրանցումները, բայց մոտ 300 հոգի ցանկացողներ հայտնել։ Բացի դրանից պլանավորում ենք ուրեմն դիտում մարզերում, Գյումրի, Կապան, ուրեմն Վանաձոր եւ Իջևան, եթե կարիքը լինի նաեւ ուրիշ քաղաքներում կամ փոշոր բնակավայրերում, ասենք, դիտումներ կկազմակերպենք։ Շատ լուրջ եւ կարեւոր գործ է անում ոման եւ իր գործը կարողացավ հաստատել եւ իրեն կարողացավ հաստատել հենց պատերազմի օրերին հրաշալի մարտնչելով թշնամու դեմ։ Ես այդ օրերին գնացել այնտեղ եմ տեսել պարապմունքները, ինքս մասնակցել եմ այդ պարապմունքներին, շատ կարևոր կառույց է, ես կարծում եմ շատ կարևոր է ունենալ այդպիսի կառույց եւ կառույցներ, որոնք հայ հասարակությանը, հատկապես երիտասարդությանը պատրաստում են մի տեսակ ուրիշ կյանքի։ Նրանք նոր կենսակերպ են մարդկանց տալիս։ Շատերը մի տեսակ կիսավախով են ինչ-որ նայում սրան, որը ճիշտ չի։ Ոմայի առաջարկը ուրիշ է։ Շատ կոնկրետ սա, մի նստեք տանը, մի լցվեք, դիվանի նստած իրար, մի հայոյեք, մի դժգոհեք աշխարհին, ցավելա, վերկացեք, գնացեք, վազեք, սովորեք զենք օգտագործել, որովհետև մենք այսօր ապրում ենք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ անընդհատ պատերազմների մեջ է եւ դեռ լինելու են պատերազմներ, լինելու են բախումներ, բախումներին ուղղակի մարդը կպատրաստ լինի ֆիզիկապես, հոգեպես, հոգեբանորեն կրկին ասում, ոմանք իսկապես շատ մեծ գործ է անում եւ նա եւ խաղաղ ժամանակներում է աշխատում լավ, նախապատրաստում է մարդկանց եւ նաեւ պատերազմի ժամանակ խոսքը բերում է գործի եւ գործով ցույց է տալիս իր պին ողնաշարը, իր նվիրվածությունը, իր նվիրալինելը, վկա այն փաստը, որ վերջին 1-2, այսպես ասեմ, մի քիչ երկար, մի քիչ կարճ պատերազմներում ոչ միայն իր դիրքերը չզիջեց, այլև փայլուն կատարեց բոլոր ռազմական առաջադրանքները, որ դրված էր իր առաջ, ուղղակի փայլուն կատարեց։ Ամենն որ մենք այսօր պարտավոր ենք իմանալ եւ ինձ դա չգիտենք։ Ոմանց սովորեցնում է դա եւ մեզ պահում է կազմի պատրաստ եկող փորձություններին։ Սա պիտի լինի ըստ իս ոչ թե ինչ-որ զարմանալի բան, սա պիտի լինի իմ կարծիքով նորմալ կենսակերպ յուրաքանչյուր հայ մարդու համար։ Շատ սիմվոլիկ է, որ Անդրանիկ Նոզանյանի ծննդյան օրն այս ամենը տեղի ունենում։ Ուզում եմ ողջ մնամ, ուզում եմ, որ ողջ մնա իմ ազգը, իմ ընտանիքը, եւ կարծես թե
ողջ մնալու արվեստը հենց դրա մասին է։ Դրա համար ինձ թվում է, որ յուրաքանչյուրս մեր կյանքում պետք է հասկանանք, որ ինչ որ բաներ կախված է իսկապես մեզանից եւ յուրաքանչյուրս օրերից մի օր պետք է ինչ որ քայլ անենք։ Եվ ինձ թվում է, որ ոման այդ քայլը անում է եւ շարունակելու անել։ Մենք չենք ապրում կենտրոնական Եվրոպայում եւ մեր հարևանները այնպիսին են, որ մենք անդադ պետք է պայքարենք եւ անդադ ապացուցենք, որ մենք իրավունք ունենք գոյատևելու եւ ոման եւ մնացած բոլոր այդպիսի ռազմահայրենական շարժումները կամ մարդիկ, որոնք որ դրանով զբաղվում են, հենց դրա համար են ստեղծվել։ Լավ կյանքից չի սա իհարկե, բայց դե ինչ արած, պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք ապրել։ Մտածում եմ, որ շատ կարևոր է սա եւ սա պետք է իսկապես բոլորիս համար կարևոր լինի, բոլորս մտածենք նրա մասին, որ մենք պետք է ֆիզիկապես ամուր լինենք, կրակել իմանանք, վազել իմանանք, իրար օգնել իմանալ, իրար հարգել, սիրել իմանանք, դա էլ է շատ կարևոր, միգուցե էլ ավելի կարևոր, քան վազել եւ կրակելը։